Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Շաբաթվա իրադարձությունները այսօր քննարկելու ենք Հայաքվե քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր ղեկավար Ավետիք Չալաբյանի հետ։ Շաբաթը իհարկե ավելի շատ լեցուներ մեր հիշատակի արարողություններով ցեղասպանության 111-րդ տարելիցներ այս տարի նշվում եւ մենք բոլորս բավականին լարված էինք, որովհետեւ գիտեք, որ ամիսներ առաջ դեռ վերանորոգում էր սկսվել հուշահամալիրում եւ հայտնի չէր թե ինչ վիճակում կլինի ապրիլի 24-ին համալիրը եւ ինչպես կընթանա ջահերով երթը եւ առհասարակ իշխանությունը իրեն ինչպես կպահի, որովհետեւ գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը որդեգրել է պատմական արդարության դատից հրաժարվելու քաղաքականություն եւ ցեղասպանությունը այլևս չի համարում Հայաստանի առաջնահերթություններից մեկը ցեղասպանության ճանաչումը։ Մենք տեսանք, որ բավականին ապրիլի 23-ին բավականին տպավորիչ ջահերով երթ տեղի ունեցավ եւ երիտասարդությունը հարյուրավոր, հազարավոր մասնակիցներով քայլեց դեպի ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց եւ հաջորդ օրը տեղի ունեցան ավանդաբար տեղի ունեցող այդ իրադարձությունները եւ նաեւ իշխանությունը իր ներկայացուցիչները իշխանության այցելեցին հուշահամալիր, ցույց տվեցին, որ իրենք եւս հարգում են մեր զոհերի հիշատակը։ Բայց մի ուշագրավ բանի վրա եմ ուզում մենք ուշադրություն դարձնենք եւ խոսենք մեր զրույցը սկսենք դրանից։ Ավանդաբար ապրիլի 23-ին տեղի է ունենում դրոշների այրման արարողություն Թուրքիայի, Ադրբեջանի դրոշների եւ այս տարի եւս Դաշնակցություններ, քանի որ նախաձեռնող այդ արարողությունը տեղի ունեցավ, բայց դրան անմիջապես հաջորդեցին իշխանության կողմից բավականին վրդովված, հուզված հայտարարություններ, որ ինչպես կարելի է, դա վայրենություն է, դա չի սազում մեզ եւ այլն։ Բայց միևնույն ժամանակ մարդիկ անմիջապես նկատեցին, որ հենց այս օրերին մենք տեղեկացել ենք, որ Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին մայր տաճարն է հողին հավասարեցվել եւ Ադրբեջանը ինքը զերծ չի մնում այդպիսի վանդալիստական քայլերից եւ Արցախի հուշարձանները այս վերջի մի քանի տարվա ընթացքում մեծապես տուժել են, ոչնչացվել են, հողին են հավասարեցվել տարբեր շինություններ, հայկական բնակավայրերն են փորձում դիմազրկել ադրբեջանցիները եւ այդ զուգահեռները շատ հետաքրքիր էին, որ մարդիկ հիշեցնում էին, ասում էին, բայց դուք չեք դատապարտում նրանց արարքները, դատապարտում եք նրանց դրոշների այրումը, ինչ է սա, արդյոք մենք այդքան հեռացել ենք մեր արմատներից, մեր գենետիկ կոդից եւ եկեք փորձենք հասկանալ այս իշխանությունը ինչ անում, որովհետեւ իսկապես եթե նայում ենք արտակոս տեսով ես արդեն մնացել հենց Ծիծեռնակաբերդի բարձունքից դրա մասին խոսալ, սա ազգային ամոթ է։ Սա ազգային ամոթ է, երբ որ բոլորիս աչքի առաջ Ստեփանակերտի մայր տաճարը, Սուրբ Աստվածածնի Հովանու մայր տաճարը հողին է հավասարվում եւ մեր կառավարության ղեկավարը հայտարարում է, որ մենք որևէ գործողություն չենք ձեռնարկել։ Ընդ որում հիշեցնեմ ձեզ հետեւյալը. 2023 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության հայցով Արդարադատության միջազգային դատարանը ընդունել է կարևորագույն որոշում, որում ի թիվս այլ կետերի նա նաև պահանջել է Ադրբեջանից երաշխավորել Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը։ Եվ պետք է հասկանալ, որ Ադրբեջանը անում է ուղիղ հակառակը։ Սա առաջի եկեղեցին չի, որ ոչնչացվել։ Իհարկե։ Ոչնչացվել է Շուշիի կանաչ ժամը, ոչնչացվել է մինչև Ստեփանակերտի Սուրբ Հակոբը, բայց սա Ստեփանակերտի մայր տաճարն է։ Սա Ադրբեջանի կողմից ապտակ է ամբողջ հայ ժողովրդին։ Ապտակ է։ Ադրբեջանը թքում է մեր հոգու մեջ սրանով։ Ասում է ինչ ուզեմ կքանդեմ, որովհետև դուք ունեք կամակատար իշխանություն, քիչ է որ ունեք կամակատար իշխանություն, անողնաշար կամակատար իշխանություն։ Հələ պատրաստ եք նաև գնաք մի հատ էլ ձայն տակ այս իշխանությանը, դատելով սոցիոլոգիական հարցումից, իհարկե ոչ ամբողջ հասարակությունը, բայց հասարակության ինչ-որ մի մաս կա, որը պատրաստ է թշնամու կամակատարին նորից հնարավորություն տալ վերարտադրելու։ Ու ասում է դու գնացեք Փաշինյանին ընտրեք, իսկ ես ինչ ուզենամ կանեմ, ինչ ուզենամ, որովհետև եթե Փաշինյանը ասում է, որ մենք ոչ մի բան չենք անելու, դա բնականաբար իրանց ձեռքերն ազատում հաջորդ ավերածության,
հաջորդ ստորության, հաջորդ եղեռնագործության անպատժելիությունը խրախուսում է։ Եվ ես ձեզ ասեմ, տեսեք, մենք ունենք այստեղ երկու ճանապարհ, իրականում պետք է երկուսն էլ զուգորդել, հա։ Մենք որպես հայ մարդիկ բնականաբար ունենք տարբեր միջոցներ պատկան կառույցներին դիմելու։ Մենք նախատեսում ենք հայ-քվեով եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմել, որը ընդհանրապես ասած պատասխանատու է համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության համար։ Մենք դիմելու ենք արդարադատության միջազգային դատարանին, բայց այստեղ խնդիր կա ու անմիջականորեն չեք կարող դիմել, որտեղ արդարադատության միջազգային դատարանին կարող են դիմել միայն պետությունները։ Դա միջպետական դատարան է։ Ժամանակին Հայաստանի Հանրապետությունը դիմել է։ Դրա դատավճիռը ստացվել է, նա պետք է հետամուտ լինի, չի անում, հա։ Մենք կգտնենք այլ պետություն, որը հետամուտ կլինի։ Մենք հիմա աշխատելու ենք այն ուղղությամբ, առայժմ չնշեմ, կգտնենք այլ պետություն, որը այսօրվա հայկական իշխանություններից ավելի հայրենապաստ գործողություն է իրականացնելու։ Հուսով եմ կստացվի, հա։ Դիմելու ենք Եվրոպական խորհրդանին, որտեղ Եվրոպական խորհրդանն էլ ունի բանաձևեր ընդունած, որը նույնը պահանջել է Ադրբեջանից։ Եվրոպական խորհրդի խորհրդանական վեհաժողովին կդիմենք, ի դեպ Ադրբեջանը, ինչպես գիտեք, նիստերին չի մասնակցում, որտեղ նրանց մասնակցությունը կասեցված է։ Այսինքն բոլոր պատկան մարմիններին մենք կդիմենք։ Բայց այստեղ խնդիր կա։ Չէ, սպասեք, բայց դա ամբողջ չի։ Ամենակարևորը, հատուկ ուզում եմ նշեմ, եթե մենք ուզում ենք այս շարունակական ստորացման, շարունակական նսեմացման, շարունակական ավերածության շրջափուլից դուրս գանք ընդհակառակը։ Մենք պետք է թույլ չտանք, որ թշնամու կամակատարների իշխանությունը Հայաստանում վերարտադրվի։ Մենք դեռ այդ մասին կխոսենք իհարկե։ Դե բայց եկեք շեշտենք դա, հա, որտեղ ամենակարևոր հարցերը կրկնելու են։ Անընդհատ, այո, ճիշտ։ Կարթագենը պետք է կործանվի։ Փաշինյանը չպետք է վերընտրվի։ Այո, ճիշտ եք։ Պարզապես այստեղ մի խնդիր էլ կա, որ Ադրբեջանը ստանդարտ սովորական պետություն չի եւ հնարավոր չի այդ միջազգային ատյաններով, այդ քայլերը ձեռնարկելով ինչ որ ձևով սահմանափակել, զսպել նրա պահվածքը, ախորժակը, այսպես ասենք, հա, հիմա նույնիսկ այդ տաճարի քանդման մասին մենք իմացել ենք Google-ի քարտեզներով, չէ, որովհետեւ ուրիշ ձև չկա, որևէ մոնիտորինգ հնարավոր չի իրականացնել այդ երկրում։ Այսինքն գործ ունենք բարբարոս, ոչ մի կանոնի չի ենթարկվող, ոչ մի օրենքների մեջ չտեղավորվող մի պետության հետ, որի հետ մեր իշխանությունը հայտարարում է, որ խաղաղություն է հաստատել, որ եկել է համաձայնության, պատրաստվում է համաձայնագիր կնքել, պատրաստվում է նրա հետ բարեկամություն անել, հարաբերություններ հաստատել եւ այլն եւ այլն։ Մարդիկ ինչ են ասում են դա հնարավոր չէ։ Նիկոլ Փաշինյանը համառորեն պնդում է, որ մենք դուրս ենք եկել այդ թակարդից, դա երևի ռուսական թակարդը նկատի ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ ասում է, որ մենք գտել ենք մեր պետությունը պետք է գոյատևի, այսպես պետք է լինի եւ իր ուղերձում նույնիսկ այս ցեղասպանության հետ կապված ուղերձում նույնիսկ այդպիսի հայտարարություններ է անում, որ մենք պետք է հրաժարվենք այդ հայդատի, այդ գաղափարախոսությունից եւ պետք է նայենք առաջ ու հարաբերություն հաստատենք մեր թշնամիների հետ։ Բայց միևնույն ժամանակ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահը գնում է Թուրքիա, հայ լրատվամիջոցների հետ հայկական հանդիպում է ունենում եւ ասում է, որ Ադրբեջանը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը։ Այս փակուղին, իրականում սա է փակուղին, ոչ թե այն փակուղին էր, որտեղ մենք ապրում էինք մինչև 18 թվական, այլ սա է փակուղին։ Այս փակուղին հաղթահարելու ձևը դուք ո՞նց եք պատկերացնում։ Փակուղին հաղթահարելու ձևը նորից կրկնեմ, Փաշինյանի իշխանությունից ազատվելն է, որովհետև Փաշինյանը այս փակուղին խորացնում է։ Նա մեզ տանում է կեղծ ճանապարհով, այն ճանապարհով, որ ի վերջո հանգեցնելու է հայկական պետության կործանմանը, ինչպես կործանվեց Արցախի պետությունը, մեր աչքների առաջ։ Նա նույնը տանելու է, հասցնելու է Հայաստանին։ Ես ես մի փաստ ասեմ ընդհանրապես, այս վերջերս տարածորեն Հայ-Աքվեի աջակցությամբ նկարահանվել է վավերագրական կինոնկար։ Եվ մեր օպերատորական խումբը գտնվել է այն վայրերում, որում նախկինում խորհրդային միության ժամանակ ապրել են ադրբեջանցի բնակիչներ, որպեսզի հասկանա տեղական բնակչության վերաբերմունքը նրանց այսպես կոչված հնարավոր վերադարձին, ինչի մասին պնդում է Ադրբեջանը։ Պատկերացրեք հետևյալը, որ մարդիկ գնացել են Ամասիա, որը համայնքային կենտրոն է, ու այդ համայնքային կենտրոնում եւ մեկ հայ մարդ չի գտնվել, որը համարձակվել է տեսախցիկների առաջ խոսել դրա մասին։ Մարդիկ Հայաստանի Հանրապետության տարածքում, կոնկրետ Ամասիա բնակավայրում, ահաբեկվում են այս իշխանությունների կողմից, հա եւ ԱԱԾ-ի մեքենաներն էլ հետևել են իրաց, ահաբեկվում են սեփական իշխանությունների կողմից, որ իրանք հանգարց այդ խոսակցության թեմայով չխոսեն։ Ես
բացարձակ համոզված եմ նրանով, որ եթե Փաշինյանը հանգարց Աստված չանի վերընտրվի, իր հաջորդ քայլը լինելու է նախ մեզ այն շատերին, այսպես ասած, տարբեր շինծու գործերով բանտերում փակելը, երկրորդը հասնել նրան, որպեսզի Հայաստանում սկսի ադրբեջանցիների վերաբնակեցումը։ Դա հաջորդ կետն է։ Չերթակցնում ինքը։ Հաջորդ կետն է, որը այն պատվերն է, որը ինքը իրականացնում է։ Հիմա ես ուզում եմ ասեմ այն մարդկանց, որոնք այսօր ճանապարհների վրա Փաշինյանն են ողջունում, հա, գալիս են, ասում են դու մեր վարչապետն ես, մենք քեզ սիրում ենք, ես ինքն ենք։ Ժորժ ջան, ուզում եք ադրբեջանցիներ Հայաստան վերադառնան, ուզում եք որ Փաշինյանը կաթողիկոսին գանկեցանի, գրել է իր ծրագրի մեջ։ Եթե դուք գնում եք այսօր Փաշինյանն եք ընտրում, դուք ընտրում եք հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավի շարունակությունը։ Դուք ընտրում եք ապօրինությունների շարք, որը հանգեցնելու է մեր եկեղեցու կործանմանը։ Ժորժ ջան, ասում եմ ձեզ, ի տարբերություն Փաշինյանի ոչ մի վիրավորական բառ չեմ ուզում օգտագործեմ։ Ուզում եմ ասեմ, հարգելի համաքաղաքացի, եթե դու գնում ես ընտրում ես Փաշինյան, դու ընտրում ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու կործանումը։ Հստակ մտածիք ընտրության մասին։ Որն է քո համար կարևոր, այդ փողոցի դեմի ասֆալտը, թե հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Որն եւ այդ եկեղեցին, իդեպ որ ասում եմ, այսօր Փաշինյանը եւ Ալիևը ձեր են կործանում հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ալիևը շատ կոնկրետ բուլդոզերներով մեր եկեղեցիները քանդելով, իսկ Փաշինյանը մեր եկեղեցիները քանդելով ներսից։ Դուք հասկանում եք, որ այդ երկու զույգը կատարում են շատ հստակ պատվեր։ Մի ծրագիր եւ միայն մեր ժողովրդի ինչ որ մի հատ մասի ցավալի քաղաքական կուրությունն է, որ դա թույլ է տալի։ Քաղաքական կուրությունը այլ կերպ դա հնարավոր չի համարվում։ Եվ պետք չի խաբվել այն սուտ խոսքերին, որ ինքն ասում է, որ ընդամենը Կտրիչ Ներսիսյանն է իմ թիրախը, նա պետք է փոխվի, մեր եկեղեցին պետք է վերադառնա ժողովրդին, իրականում այդ քայլերի միասնականությունը մենք տեսնում ենք, չէ՞, ուրեմն բանտերի, կալանավայրերի հոգևոր ծառայողներին ազատեցին, բանակի հոգևոր ծառայողներին, գնդերեսների ամբողջ ինստիտուտի ամբողջ օրը խոսում են հարկերը ավելացնելու մասին, եկեղեցու գույքը խլելու մասին։ Մի բան ձեզ ասում եմ, տեսեք, վեհափառը ընդամենը եկեղեցու ղեկավարն է։ Փաշինյանի, Ալիևի եւ Էրդողանի նպատակը հայ առաքելական Սուրբ եկեղեցին կործանելն է։ Եվ դա շատ պարզ պատճառ ունի, որովհետեւ սա հնագույն հայկական հաստատությունն է, միակ հաստատությունն է հայկական, որը գործում է ավելի քան 1700 տարի առանց ընդհատման, ունի ինստիտուցիոնալ հիշողություն, ունի հստակ աշխարհով մեկ սփռված կառույցներ, ազգային դիմակից, ազգային եկեղեցի է, կաթոլիկ չի, ուղղափառ չի, ազգային եկեղեցի է եւ ազգի ողնաշարն է։ Հիմա մենք կարող ենք առանձին մի հատ հոգեվորականի սիրել չսիրել, դա առանձին հարց է։ Հիմա մեզ այն յուրաքանչյուրը ինչ որ թերություններ ունի, հասկանում եք, բայց եկեղեցին մեր ողնաշարն է։ Եվ ես բացարձակ չեմ զարմանում, որ Փաշինյանը Ալիևի եւ Էրդողանի հետ միասին փորձում են կոտրել այդ ողնաշարը, որտեղ իրանց պետք չէ հայ ազգ։ Իրանց պետք է որ հայ ազգը ստեղից իր վեշերը հավաքի կներեք արտադրության, թողի գնա, աշկի փուշը իրանց վերանա ստեղից։ Նվազագույնը, որ իրանք ուզում են, որ Սյունիքը չլինի, որ այդ ամբողջ այդ թուրքական աշխարհը միանա իրար, բայց որ Սյունիքը չլինի, մնացածներ չի լինի, հասկանում եք, չէ։ Եվ պետք է հիշել, որ մինչև 23 թվականը մենք երբեք չէինք մտածի, որ Արցախը կարող է հանձնվել։ Հիմա մենք տեսանք մեր աչքի առաջ 21-րդ դարում տեղի ունեցավ մի ամբողջ հսկա տարածքի հայաթափում եւ հայկական մի պետության ոչնչացում։ Այդ նույնը սպառնում է նաեւ մեր ամենացավալին է, որ այդ նույնը այո սպառնում է Հայաստանի Հանրապետությանը առնվազն նրա հարավային մասին, հա, առնվազն նրա հարավային մասին։ Նույնը սպառնում է։ Գիտեք, ամեն անգամ երբ որ ես անցնում եմ այդ Սյունիքի մարզի սահմանը, Զանգեր այսպես կոչված, հա, մի ինչով ասենք Գորիս հասնել։ Ինձ պարզապես սարսափ է պատճառում են, որ այդ ճանապարհը մոտ 80 կիլոմետր է, այդ Զանգերից մինչև Գորիս։ Դատարկ է պրակտիկորեն։ Դատարկ է, եւ դու երկու կողմից թուրքական ադրբեջանական դիրքեր ես տեսնում։ Այս կողմից, այն կողմից ադրբեջանական դիրքեր են, ու ներսը համարյա բնակչություն չկա։ Համարյա բնակչություն չկա, որովհետեւ մարդիկ ահաբեկված են։ Մարդիկ ահաբեկված են, իրանց անընդհատ ասում են, որ Սյունիքը հանձնվելու է, Սյունիքը հանձնվելու է, իրենք հեռանում են այդտեղից։ Պաշտոնական թվերով էլ Սյունիքի բնակչությունը կրճատվել է այս տարիներին։ 20%-ով Փաշինյանի իշխանության օրոք Սյունիքի բնակչությունը կրճատվել է 20%-ով։ Այդ այն պայմաններում, երբ որ Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներից գալի բանսը հանգրվանել են Սյունիքում։ Բայց բնակչությունը 20%-ով կրճատվել է, որովհետև մարդիկ մտածում են, որ Փաշինյանի օրոք հաջորդը Սյունիքի հանձնվելն է, պաշտպանվածություն եւ ոչ մի պաշտպանվածություն էլ չկա, որովհետեւ իրանք գիտեն, ախր տեսեք ինչու է խնդրի։ Փաշինյանը անընդհատ հայտարարում է դրա մասին, որ ինքը չի պաշտպանելու ոչ մի բան։ Ինքը ոչ մի բան չի պաշտպանելու։ Ինքը եկել է հանձնելու համար եւ ինքը մինչեւ հիմա
ջանասիրաբար հանձնում է ցանկացած բան, որտեղ Ադրբեջանը իր ոտը դնում է։ Ի՞նչն է որ չի հանձնել այս։ Ոչ մի դիմադրություն, ոչ մի։ Ի՞նչն է, հիշում եք մի հատ դեպք, երբ որ մենք 1 մմ իր օրորիկ առաջ են գնացել։ Ես հիշում եմ նախորդ իշխանությունների ժամանակ մի անգամ եկել էի պաշտպանության նախարարություն, մեր զորքերը Նախիջևանում Չեզոք գոտում առաջ են գնում։ Եվ ես մտա, ասենք, բան համապատասխան կաբինետ ու պատահական լսեցի այդ խոսակցությունները։ Երբ պետք է չլսեի այդ խոսակցությունները, բայց այդ բան համապատասխան պաշտոնյան խոսում էր, ես տեսա դուրս եկա։ Բայց ասենք մարդիկ ասենք վճռականություն ունեին, նախահարցակություն ունեին, հա, փորձում էին դիրքեր եղածը պաշտպանում էին։ Եղած պաշտպանում էին, դիրքեր էին բարելավում։ Փաշինյանի օրոք բացի հանձնումից երբևիցե ուրիշ ոչ մի բան չեղել։ Այսքան ժամանակ այդ ասպես կոչված սահմանազատման կեղծ հանձնաժողովը աշխատում է։ Բացի դիրքեր հանձնելուց հայկական որևէ բան արել է սահմանազատման հանձնաժողովը։ Մի մետր հողա վերցրել։ Իհարկե ոչ։ Եւ ես ավելին ասեմ։ Իսկ իրանցը հանձնելուց ասում էր, «Էս տալիս ենք, մենք էլ իրենցից ստանալիք ունենք, կստանանք շուտով»։ Չէ, բացառված է։ Փաշինյանի օրոք մենք միայն պետք է հանձնենք։ Դա անհնար է, որովհետեւ ես ձեզ մի բան ասեմ։ Տեսեք, վատ օրինակ եմ ձեզ ասում, էլի հիմա վատ օրինակ եմ ասում, ինձ ոչ մեկ չմեղադրի, ասում ձեզ։ Եթե Միկին շարունակաբար անբարոյականություն արել, փողով մարմնավաճառություն արել, պատկերացնում եք իրավիճակ, որ մեկ էլ ինքը դառնա պարկեշտ ընտանիքի կին, երեխաներ ունենա, բանանի, չի լինի, չէ՞ տենց։ Այս այդ օրինակն է։ Չի կարա այս մարմնավաճառը մեկ էլ հանկարծ պարկեշտ ընտանիքի կին դառնա, չի կարա, անհնար է։ Եվ ինքը հիմա ուրիշ կուրս է վերցրել, չէ՞, մեղադրում է, ասում է, եռագլուխ պատերազմի կուսակցություններն են մասնակցում այս ընտրություններին։ Հետո բացում է փակագծերը, ասում է, տեսեք, ասում է, նրանք խոսում են հայրենիքի կորստից, այսինքն հայրենիքի կորստից խոսելը ենթադրվում է արդեն պատերազմի եռագլուխ պատերազմի, այսինքն մենք պետք է նույնիսկ Արցախի կորստից, մեր Արևմտյան Հայաստանից, իսկ ինչու չպիտի խոսենք, մեր պատմությունն է, մեր նախնիներն են ապրել այդտեղ, մեր անցյալն է, ամեն մի կտորի վրա հայկական մի ինչ-որ մի հատ նմուշ է մնացել, մի հատ հուշարձան է մնացել, ասենք Անին, Կարսը, ինչու պիտի մենք մոռանանք դրա մասին չխոսենք, չի հասկացվում։ Լավ, եկեք խոսենք հիմա ընտրությունների շեմին ենք, արդեն այս շաբաթվա մեջ հայտնի դարձան ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերի այդ ներկապնակը։ Ես ճիշտն ասած գրել էի, որ ավելի վատ էի սպասում, ավելի շատ քանակի ուժեր, ավելի վատ ուժեր էի սպասում եւ ուժերը ճակերտները էլ օգտագործել։ Այո, կան այդպիսի բաներ կա, դրա մասին ենք խոսենք։ Բայց ունենք այսպիսի մի վիճակ, որ 19 քաղաքական ուժ է մասնակցում, 2-ը դաշինքի ձևով, մնացածը կուսակցությունների, նաեւ շեշտենք, որ պետք է կուսակցությունները պետք է հաղթահարեն, այսինքն ընտրության մասնակցողների 4%-ի ձայները պետք է ստանան, իսկ դաշինքները պետք է ստանան 8%-ից ոչ պակաս ձայներ։ Բավականին բարդ է լինելու, մրցակցությունը բավականին մեծ է եւ նաեւ ընտրողները անդադ բողոքում են, ասում են, մեզ հուշեք, ում կարող ենք ընտրել, գոչ ենք առաջադրված ուժերից, չենք տեսնում այն սպիտակ ձիու վրա նստած ձիավորին, որը կարող է գալ եւ փոխարինել Նիկոլ Փաշինյանին, վախեր ունեն, տագնապներ ունեն, այս ուժերի հետ կապված տարբեր ասեկոսեներ են տարածված, իրենք ինքը իշխանությունը զերծ չի մնում վարկաբեկելուց եւ այդ ամեն ինչը իր տեղը զբաղեցնում է, մարդիկ բավականին շփոթահար վիճակում են։ Հիմա մենք պիտի փորձենք ձեր հետ միասին եւ ընդհանրապես այս մեկ ամիսը պետք է փորձենք մարդկանց ուղղորդել, կողմնորոշել, աջակցել, որպեսզի կողմնորոշվեն այս ներկապնակի մեջ։ Իսկ պարզ բան է, էլի։ Եթե երկիրը ղեկավարում է քնձռոտ էշի վրա նստած Քաջնազարը, ցանկացած ձիավոր Իրանից լավ է։ Ուրեմն մի սպասեք այդ սպիտակ ձիու վրա նստած, եսի ինչ, իդեալական տեխնացու լինելու մի իդեալական տեխնացու։ Ավելի լավ է սկզբից մտածեք այդ Քաջնազարից ոնց ենք բրցնում, այդ մեկ։ Երկրորդը, ընտրություն կա իրականում։ Ընտրություն կա, ակնհայտ է, որ եթե բացի կառավարող ուժը եւս 19 կազմակերպություն մասնակցում են, կեղծ է ընդդիմը, որ ընդհանրապես ընտրություն չկա։ Էս է մեր ունեցածը։ Այո։ Մենք օրինակ նախատեսում էինք մասնակցել ընտրություններին, հետո որոշեցինք, որ ինքնուրույն այս բանը դեռևս չենք ուզում մասնակցենք, շատ բարձ պատճառով, որովհետև մեր ընտրական շեմը իսկապես բարձր է։ Եթե դու նորաստեղծ կազմակերպություն ես, ավելի լավ է մասնակցես դաշինքով։
Բայց հատուկ Փաշինյանը եւ ազգային ժողովի իր կամակատար խմբակցությունը դաշինքների համար շեմը բարձրացրել է։ Սարքել են 8%, նախկինում 7 էր, հիշեցնեմ ձեզ։ Փոխանակ իջացնեն շեմը, բարձրացրեն շեմը։ 8%-ը մի 120-150 հազար ձայնի մասն է խոսքը, այո, հարդենայց մեծ թիվ է, այո։ Դա շատ մեծ թիվ է, հա, հասկանալ է։ Մենք որոշեցինք խոհեմաբար, որ մենք ոչ թե կմասնակցենք ինքնուրույն, այլ կաջակցենք կամ եղած ուժերից մեկին կամ մի քանի ուժի կաջակցենք, դրա մասին ենթադրաբար հաջորդ շաբաթվա ընթացքում մենք արդեն կհայտարարենք, հա։ Այդ մեկ, երկրորդը։ Այդ 19 այսպես կոչված ուժերի առնվազն կեսը ուժ չի ընդհանրապես ասած, այլ ինչ-որ մեկի հավակնությունների ուղղակի մարմնավորումը քաղաքական։ Ես կարող եմ մի մասը ուզում են ճանաչելի դառնան, մյուս մասը ուզում են փոշիացնեն ձայներ, իշխանությանը ծառայություն մատուցեն, հատուկ։ Ես կարծում եմ, որ այդ 19-ի առնվազն կեսը, այսինքն 9 կամ 10 կազմակերպություն, որոնք մասնակցում են ընտրությունների, կամ չեն հասնի, այսպես ասած, այդ ֆինիշային գծին, հա, կամ եթե ի վերջո մասնակցեն քվեարկությանը 1%-ից պակաս, ոչ թե 4, 1%-ից պակաս ձայներ կստանան, որովհետև անկեղծ ասած չեմ ուզում որևէ մեկին անձնապես հիմա ասեմ, բայց այնտեղ կան կազմակերպություններ, որ ես ինձ հարց եմ տալիս, ասում եմ, եթե ես այս մարդու ընտանիքի անդամը չլինեի, ենթադրենք, հա, կամ անմիջական ո՞րն է պատճառը գնալ իրան ձայն տալ։ Եվ այդպիսի պատճառ չկա, որովհետև դրանք մարդ կուսակցություններ են, ինչ որ մի հատ անձի, նույնիսկ եմ ասում, անձնավորված հավակնությունների մարմնավորում։ Իդեպ երկու կուսակցություն կարծեմ երկու ուժ կա, որոնց առաջի համարները իրանք չունեն առաջադրվելու։ Հա, այդ էլ իր հերթին։ Դե կարծում եմ իրենց չեն գրանցի։ Կարծում եմ իրենց չեն գրանցի։ Պարզա սկանդալ կլինի, բան կլինի, չեն գրանցի ոչ թե կուսակցության, այլ որ առաջի համարին։ Հա։ Առաջի համարին չէ։ Հնարավորություն կտան փոխելու ցուցակը, հա։ Դե չգիտեմ ոնց կլինի, կտեսնենք, բայց տեսեք ինչպես է։ Եթե ինչ-որ մեկը կուսակցության ցուցակից իրավունք չունի գրանցվելու, դա դեռ հիմք չի կուսակցության գրանցումը մերժելու։ Կարող են կոնկրետ անձին մերժել, բայց կարող է ամբողջ գրանցումը մերժել։ Չխորանանք դրա մեջ կտեսնենք, բայց ես ուզում եմ ասեմ հետևելը։ Առնվազն կեսը այդ այսինքն 19-ից 8-ը 9-10-ը հանեցինք։ Պարզապես իրական մասնակիցներ չեն։ Իմիջիայլ եթե 25 թվին վերադառնանք, ես հիշում եմ, այնտեղ մասնակիցների էլի մոտավորապես առնվազն մի 10 մասնակից 1000 ձայնից քիչ ձայներ ստացել։ 1000 ձայնից քիչ ձայն։ 1000-ը 1% չի, 1000-ը 0.1% է։ 0.1%-ը։ Ուստի ուզում եմ ասեմ, որ այստեղ հասկանալի է, որ մասնակիցների մի մասը ընդհանրապես ասած լուրջ խնդիր չի լուծում, ավելի շատ ճանաչելիության խնդիր է լուծում, որը շատ ցավալի է այն պայմաններում, երբ որ երկիրը կանգնած այսպեսի ճամփաբաժանի առաջ, որ քո ճանապարհը գնում է կամ Թուրքիա կամ հակառակ ուղղությամբ, հա, կամ քեզ տանում են Թուրքիա, սարքում են Թուրքիայի վասալը, ոնց որ Փաշինյանը իրան կոտորում է, հա, կամ դու գնում ես հակառակ ուղղությամբ, փորձում ես ազգային պետությունը վերականգնես։ Եվ այդ կարգի բարդ ճամփաբաժանում եկել հայտնվել են մի շարք, ասենք, մարդիկ, որոնք սուտ անձնական խնդիր են լուծում քաղաքականությունից դուրս։ Հիմա ես ենթադրում եմ, որ ընտրությունների արդյունքում ազգային ժողով կմտնեն 4, 5 կամ առավելագույնը 6 ուժ։ Այդ շատ լավ կլիներ, եթե 6 ուժ մտնեին։ 6-ը շատ ամբիցիոզ է, կարծում եմ 4 կամ 5։ Կարծում եմ 4 կամ 5։ Հիմա մնացել է 1.5 ամիս, ժամանակը ցույց կտա իրականությունը ինչ կլինի։ Ես անկեղծ հույս ունեմ, որ Փաշինյանի արբանյակներից եւ ոչ մեկը չի ընտրվի։ Փաշինյանը ունի մի շարք Միչայելոց նրանք լրիվ անհատ առանձին անջատ ներկա։ Փաշինյանը ինձ թվում է չկարողացավ իրենց միավորել, դա առաջի լավ նորությունն է մեր ժողովրդի համար, որ Փաշինյանը իր տարբեր արբանյակներին չկարողացավ միավորել։ Եվ նրանք առանձին են գնում հիմա անդրությունների։ Փորձելու են ուղղակի փոշիացնեն ի օգուտ իշխանության։ Չէ, բայց տեսեք, դա շատ հարաբերական հասկացություն է։ Իրանք, տեսեք, եթե իրանք չլինեն, ձայները գնալու են Փաշինյանին։ Եթե իրանք չլինեն, ձայները գնալու են Փաշինյանին։ Հիմա եթե իրանք փոշիացնեն, չեն խլում ձայները ամենտեղ չեն խլում։ Ասենք կներեք, էլի մի անուն նշեմ, ասենք Արամ Սարգսյանին քվեարկողը երբեք անդիմությանը չէր քվեարկելու, հա։ Եվ այդ իմաստով իրանք նաև Փաշինյանի ձայներն են ինչ-որ չափով փոշիացնելու։ Դա արդեն լավ նորություն է, դա արդեն լավ նորություն է։ Այսինքն իրենց մասնակցությունը վատել չի այս դեպքում, նույնիսկ լավ է։ Այն իմաստով որ իրանք Փաշինյանից են նաև ձայներ տանելու։ Հիմա այստեղ ուրիշ բան է շատ կարևոր, տեսեք, այս պայդրությամբ մեր ունեցած տվյալներով ընտրողների մոտավորապես 40%-ը դեռ իսկապես չեն կողմնորոշվել։ Եվ դա քրիտիկական գործոնա ընտրությունների արդյունքի հետ կապված։ Ինչու, որովհետև Փաշինյանը ունի իր ընտրազանգվածը, իր ընտրազանգվածի զգալի մասը ընտրություն է կատարում ոչ թե ուղեղով, այլ ստամոքսով, մեղմ ասած, հա, եւ ընտրություն է կատարում, որովհետև իր պետ պարտադրանքի տակ է։ Տեսել են Գյումրիում ոնց են մարդիկ պարտադրանքի տակ գալիս ինչ-որ մի հատ կեղծ վարչաբենդ լսելու։
տեսել ենք, ասում ենք գնաք։ Եվ ցավոք այդ մարդիկ այնքան վախեցած են, որ ոչ մեկ չի համարձակվում գա իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում տա, որովհետև դա հանցագործություն է։ Մարդկանց հանրահավաք պարտադրանքով տանելը հանցագործություն է։ 236 հոդվածն է քրեական օրենսգրքի։ Բայց եկեք արձանագրենք, որ այդքան էլ շատ չեն այդ մարդիկ։ Չէ, Դրա համար էլ ինքը մարզից մարզ գնալուց իր հետ տանում է իր կողմնակիցներին, այդ մասով կամ փորձում են ապահովեն։ Ուզում ասեմ ինքը ունի իր ընտրազանգվածը։ Անդիմության, իրական անդիմության հիմնական խնդիրը նրանում է, որ ինքը կարողանա հասարակության մնացած մասին, որը ակտիվացնել, որը Փաշինյանի ընտրազանգվածը չի եւ մեծամասնությունն է, ակտիվացնել է բերել ընտրությունները։ Այո, Փաշինյանը չունի մեծամասնություն, դա ակնհայտ է։ Բայց խնդիրը այն է, որ այդ մեծամասնությունը եթե տունը մնա, դա կարող է Փաշինյանին հնարավորություն տա վերարտադրելու։ Այս ընտրությունների առանցքային խնդիրը լինելու է ընտրազանգվածի մեր քաղաքացիների մոբիլիզացիան։ Եվ մենք հայակվենք որպես այդպեսին, հա, ամեն ինչ անելու է հենց այդ ուղղությամբ։ Մենք հերթական անգամ ցույց ենք տալիս, որ որպես քաղաքացիական միավորում, եթե դուք ասցիք նախաձեռնություն միավորում իրականում, որպես քաղաքացիական միավորում, մենք պատրաստ ենք մեր սեփական քաղաքական հավակնությունները դնել մի կողմ, վերաբերվել այս ընտրություններին, որպես մեր երկրի ապագայի հետ կապված հանրակրվե, որը մի կողմը Փաշինյանն է, մյուս կողմը մերպես կառույցներն են։ Եվ վերաբերվելով հանրակրվի ամեն ինչ անել, որպեսզի ընտրողը գնա ընտրությունների։ Այո։ Ընտրողը գնա ընտրությունների։ Շատ լավ, բայց միայն կոչերը, որ մարդկանց ուղղենք ու ասենք դու պիտի գիտակցես, դու պիտի գնաս ընտրության, պարտադիր է գնալը, որովհետև այսպիսի բան է, դա կարծում եմ пассив քարոզչության ձև է, հա, որովհետև մարդը ինքը պիտի նաև տեսնի, թե ում է ընտրելու, հա, միայն այդ նպատակը, որ գնամ ընտրեմ ու ով ուզում է լինի բացի Փաշինյանը, կարծում եմ շատ չի աշխատելու է այն գաղափարը, որ ես այս ուժի մեջ տեսնում եմ հնարավորություն, շանս, այստեղ ինձ համոզում են, այստեղ ինձ հույս են տալիս, որ կարող են փրկել երկիրը, կարող են գալ իշխանության եւ մենք ավելի լավ պետություն կունենանք, քան այսօրվա իշխանությունն է։ Այս քաղաքական ուժերի մեջ ո՞նց է տեսնում, կան այդպիսի ուժեր, որոնք կարող են այդպիսի համոզել մարդկանց։ Տեսեք, ես այսօր զերծ մնամ առանձին քաղաքական ուժերի հետ կապված որևէ հայտարարությունից, հա։ Գիտենք, որ ընդդիմադիր դաշտում առնվազն 3 համատաբար խոշոր ուժեր կան։ Չեմ ուզում որևէ մեկին որևէ գնահատական տամ այս պահին, բայց ուզում եմ ասել հետևյալը։ Բոլոր այդ ուժերի տեսանկյունից ընդդիմադիր դաշտում գործող խոշոր ուժերի տեսանկյունից շատ կարևոր է, որ իրանք ընտրողին վերաբերվեն իսկապես որպես գիտակից որոշում ընդունող սեփական շահը գիտակցող մարդու։ Այդ Փաշինյանի կողմն է, որ ընտրողների զգալի մասը, ինչպես արդեն ասացի, ներողություն, եկեք այդ արտահայտությունը չօգտագործեք, բայց ստամոքսով ընտրություն կատարելու, հա։ Անդիմադիր սեգմենտում տես չի։ Անդիմադիր սեգմենտում մարդկանց մեծ մասը գլխով է ընտրություն կատարելու։ Ցանկացած սոցիոլոգիական հարցում ցույց է տալիս իդեպ, որ եթե դուք նայում եք, անդիմության ընտրողը ավելի կրթված է, միջին հաշվով ավելի քաղաքաբնակ է, միջին հաշվով ավելի երիտասարդ է եւ այլն։ Ամբողջ սոցիոլոգիան դա է ցույց տալի։ Հիմա դա բերում է նրան, որ այդ ընտրողը ավելի սկեպտիկ է։ Իրան համոզելը ավելի բարդ է։ Առավելևս քանի որ դու չունես ադմինիստրատիվ ռեսուրս, դու չես կարող իրան պարտադրանքով տանես ընտրության։ Եվ քանի որ Փաշինյանը հանգած ամեն մի բարեգործության, փողի բան հետևից համոզված եմ, որ ընտրակաշարք, բարեգործություն բան, այդ գործիքներն էլ չեն աշխատելու։ Աշխատելու է դեպքում ինչ է, համոզմունքը։ Դու պետք է կարողանաս մարդուն համոզմունք փոխանցես, որ գալով քեզ ընտրելով, դա ինչպես փոխանցել, աշխատելով մարդկանց հետ։ Դա շատ կարևոր է, տեսեք, եւ այստեղ մի հատ շատ կարևոր ներբերանք կա։ Մարդիկ տարբեր են։ Երևանում ապրող, ենթադրենք 20 տարեկան ուսանող երիտասարդը նույնը չի ինչ որ Դիլիջանում ապրող 65 տարեկան թոշակառու։ Նույնը չի։ Այս մարդիկ տարբեր ձև են մտածում, տարբեր լրատվամիջոցներից են օգտվում։ Իրանց կյանքի տարբեր փուլերում են գտնվում, հա։ Տարբեր աշխարհայացք ունեն։ Մեկը սովետական միության օրոք է մեծացել, մեկը անկախության օրոք է մեծանում եւ այլ։ Դու պետք է մարդկանց հետ իրանց լեզվով խոսես։ Տարբեր գործոններ են ասում, եւ դու շատ կարեւոր է, չպետք է ամեն մեկին գաս նույն բանը ասես։ Ընդհանրապես ոչ մի բան չպետք է ասես, պետք է գաս լսես։ Դու պետք է գաս ուսանողին լսես իր դարտը որն է։ Եվ ուսանողին լսես կասկանաս իր դարտն է, որ ինքը պետք է իր ուսման համար անդադ փող աշխատի։ Իսկ քանի որ անդադ փող աշխատում չի հասցնում նորմալ սովորել։ Եվ դու պետք է այդ հարցին լուծում տաս։ Այդ հարցի լուծումը տարբեր ձև կարող լինի։ Կարող ընդհանրապես պետական կրթությունը անվճար դառնա մի քանի տարվա մեջ։ Կարող ես ուսանողներին ոնց որ ամբողջ աշխարհում է տարվում,
ուսանողական վարկեր տաս, ասես վարկեր տաս 10 տարի հետո վճարի, երբ որ կսկսես արդեն փող աշխատել, այդ փողն համար առանձնապես փող չի լինի, ջան, տարբեր լուծումներ կան։ Խնդիրը նրանում է, որ նույնից եմ ասում, ընդդիմության տեսանկյունից շատ կարևոր է անտեղներին չվերաբերվել որպես մի համատարած մասսա, որի վրա մի ուղերձ ազդում է, չէ, տարբեր սեգմենտների վրա տարբեր ուղերձներ է։ Իդեպ հայկվեն հենց այդ տրամաբանությամբ է զարգացել այս ընթացքում։ Դրա համար առնվազն մենք ունենք մի քանի սեգմենտ մեր հետ աշխատող, երիտասարդներ են, միջին տարիքի կանայք են, տարեցներ են, առանձին վերցած արցախցիներ են, առանձին վերցած մանկավարժներ են եւ այլն, հա։ Եթե մենք օրինակ գնանք ինքներս ընտրությունների, մենք կգնանք հենց այդ սեգմենտային տրամաբանությամբ, որ ամեն սեգմենտի առանձին խնդիրներ պետք է լուծես, բացի ընդհանուր երկրի անվտանգության խնդիրը։ Այո, կա ընդհանուր անվտանգության խնդիր։ Նա բոլորին է վերաբերվում, բոլորը այդ հարցի պատասխան ուզում են ստանալ։ Բայց դրանից ներքև անտողների յուրաքանչյուր սեգմենտ իր սեփական խնդիրներ ունի։ Դե պետք է կարողանաս այդ սեփական խնդիրները լուծել։ Իհարկե լսելի դառնալը շատ բարդ է քաղաքական ուժերի համար, որովհետև բոլորը չի որ ուզում են լսել, բոլորը չի որ կարդում են, հետևում են այդ քաղաքական ուժերի խոսույթին, հայտարարություններին եւ այլն, այս առումով իշխանությունը շատ շահեկան վիճակում է, որ իր խոսքը ավելի լսելի է եւ հասնում է գրեթե բոլորին, հա, երկրով մեկ։ Այդ առումով բարդ բան է։ Ճիշտ եք ասում, բայց ասեմ ձեզ հետեւյալը, տեսեք, քանի որ հասարակության մեծամասնությունը իշխանամայր չի բոլոր դեպքերում, այնուամենայնիվ ինքը հետաքրքրված է լսել եւ հասկանալ։ Այնուամենայնիվ հետաքրքրված է։ Ես իմ փորձով ասեմ, այն փուլում, երբ որ այնուամենայնիվ մենք ինչ-որ իմաստով այտենց նախընտրաշավին մասնակցում էինք, նախընտրաշավին, հա, ակտիվորեն հանդիպումներ ենք իրականացնում մեր աջակիցների, ընտրողների հետ եւ այլն։ Մարտիկ ընդհակառակը շատ հետաքրքրված են լսելու։ Ես օրինակ հիշում եմ, դեպք գնացել են Գավառ, հավաքվել էր մի քանի տասնյակ տեղից երիտասարդներ, որոնց հետաքրքրում է հետեւելը Գավառում ինչպես տնտեսական ակտիվություն խրախուսել, որովհետեւ մարդիկ տեղում աշխատանք չունեն։ Ստիպված գնում են դուրս աշխատելու կամ գալիս են Երևանում են աշխատում, որը բավական հեռու է, հա, եւ այն լավ տարբերակներ չեն։ Իրանց հետաքրքրում էր Գավառում ինչպես տնտեսական ակտիվություն խրախուսել, որ բարձր չի, որովհետեւ այդ տասնամյակներով այդ հարցը չի լուծվել։ Դեպրեսիվ վիճակում է գտնվում։ Եվ դու պետք է գաս իրանց շատ իրական պատասխաններ տաս, խելամիտ պատասխաններ, ոչ պոպուլիստական, ոչ կեղծ, որ մենք կգանք ձեզ լիք, այ հենց մենք գանք լիք աշխատատեղ կստեղծենք։ Դες բան չկա։ Դու պետք է բացատրես որտեղից է այդ աշխատատեղը առաջանում, չէ՞ որ աշխատատեղը առաջանում է այնտեղ, որտեղ կա շահութաբեր բիզնես։ Պետք է հենց այդտեղից սկսես, ասես, եկեք մի հատ հասկանանք, իսկ Գավառում ինչ բիզնեսն է, որ կարա շահութաբեր աշխատի։ Ու մարդկանց հետ որ խոսում ես, սկսում ես լուծումները հասկանալ աստիճանաբար։ Նաև պարզը պատկերացնում ես աշխարհում ինչ անալոգիաներ կան, Հայաստանի ուրիշ օրինակ բարձրադիր վայրերում, միշտ ասեմ, Գավառը 2000 մետրի վրա է գտնվում, շատ բարձր է։ Ուրիշ բարձրադիր վայրերում մարդիկ հիմա ինչ են անում եւ այլն, սկսում ես մարդկանց հետ լուծումներ գտնել։ Շատ էլ հետաքրքրված են, շատ էլ ուզում են խոսում։ Երբ որ դու անկեղծ ես մարդկանց հետ խոսում, ոչ թե գալիս ես մեղմ ասած իրancs ականջից բան կախելու։ Շատ լավ, իսկ ոնց է կարծում անվտանգության խնդիրը եւ այդ տնտեսական, սոցիալական խնդիրները ինչ հարաբերակցության մեջ են։ Օրինակ հիմա եթե որևէ մեկը քաղաքական ուժերից շատ լավ անվտանգային կոնցեպցիա է առաջարկում, բայց տնտեսական առումով թույլ են իր ծրագրերը, ինքը կարող է հաջողություն ունենալ, թե այնուամենայնիվ մարդը առաջնորդվում է առաջին հերթին իր կոնկրետ իր կյանքով, իր ոնց ասում եք ստամոքսով, իր կենցաղով, իր միջավայրով։ Մեր զգացողությամբ հետևյալն է, խնդիրների աստիճանակարգության մեջ առաջի տեղում անվտանգությունն է, բայց անվտանգությունը էլի տարբեր մարզերում երևի տարբեր, չէ, տարբեր հատվածների համար տարբեր է, օրինակ Վարդենիսում անվտանգության խնդիրը ահավոր սուր է կամ Գորիսում։ Ահավոր սուր է, անչի որտեղ ադրբեջանական դիրքերը անզեն աչքով երևում են։ Բայց ասում են Գեղարքունիքը ամենաիշխանամետն է այս առումով։ Ես ասում եմ կոնկրետ Վարդենիսի մասին։ Այդ խնդիրը Մարտունիում կամ Գավառում բնականաբար քիչ այլ է, հա։ Շատ այլ է, սուր չի, այնտեղ չեն երևում։ Իսկ գնում ասում եք Վարդենիսը ադրբեջանական դրոշները անզեն աչքով են երևում։ Կամ Տավուշում անզեն աչքով են երևում, կամ Սյունիքում։ Տարբեր է, ուզում եմ ասեմ, այն բնակավայրերը, որոնք անմիջական հարևանությամբ են գտնվում Ադրբեջանի հետ, նրանց համար բնականաբար այդ խնդիրը շատ ավելի սուր է։ Պարադոքսալ կերպով են բնակավայրերը, որոնք Թուրքիայի հետ սահմանի վրա են գտնվում, այդ խնդիրը չեն զգում։ Չեն հասկանում, որ իրականում այնտեղից էլ կա անվտանգության սպառնալիքներ, բայց երբևիցե նյութապես շոշափելի չի եղել ամեն, չէ։ Հիմա տնտեսական խնդիրը ամենուր է, որովհետև մարդիկ կամ աշխատանք չունեն, կամ եթե աշխատանք ունեն, բավարար բարձրացությունը բավարար չի իրանց տեսանկյունից,
կամ եթե իրանք թոշակառու են, թոշակը բավարար չի եւ այլն, այսինքն այդ խնդիրը ամենուր է կա, ուստի եւ կա երրորդ խնդիրի դեպ, որը շատ կարեւոր է նաեւ, այդ առաջինից եւ երկրորդից հետո կա երրորդ խնդիրը, որը Փաշինյանի իշխանության օրոք ահավոր սրվել է, դա կրթության խնդիրն է։ Կրթության որակը համատարած անկում ապրել Փաշինյանի իշխանության տարիներին, համատարած։ Դպրոցական կրթություն, դպրոցական, բուհական, համատարած անկում ապրել տարբեր պատճառներով, մասնապես այն պատճառով, որ դրա մեջ ներդրում չի կատարվում։ Մասնապես այն պատճառով, որ կրթությունը ոչ միայն քաղաքականացվել է այս ընթացքում, ավելի քան քաղաքականացվել է նախկին իշխանությունների համար, բայց նաև նա քաղաքականացվել է ամենահրեշավոր ձևով։ Այսինքն ինչից մենք սկսեցինք, հա, ինքնության ոչնչացումը մտել է դպրոցները։ Այնտեղ է ինքնությունը ոչնչացվում, եւ մարդիկ դա տեսնում են։ Եվ այդ խնդիրը շատ սրված է հենց կրթության մասով, այսինքն իր աստիճանակարգության մեջ երրորդ խնդիրը շատ կարեւոր է եւ մարդիկ անդադ դրա մասին են մեզ հարցնում։ Հա, չէ, դրա մասին են հարցնում ու այստեղ տարբեր տեսակ, ասենք, լուծումները, որոնց մասին մենք խոսում ենք, բնականաբար հետաքրքրություն են առաջացնում։ Ուստի ես կարծում եմ, որ եթե մենք աշխատում ենք մարդկանց հետ եւ փորձում ենք իրանց համապարփակ պատկերացում տալ, իհարկե չես կարող ամեն ինչից խոսես։ Ամեն մարդ չի, որ ընդունական ամեն ինչի մասին մտածել։ Համ ջրամբարների մասին խոսած, համ անտառների մասին, համ ձկների, համ թռչունների, համ ադրբեջանցիների, համ Իրանի պատերազմի, տես չի։ Ատոմակայանը, ջուրը, հոսանքը։ Հասկանալի է, որովհետեւ քաղաքականության խնդիրների սպեկտրը շատ մեծ է։ Բայց առնվազն եւ անվտանգային ոլորտում եւ տնտեսական ոլորտում կան լուրջ խնդիրներ, որոնց պետք է անդրադառնալ։ Բայց եւս մի բանի մասին ուզում եմ ասել։ Խնդիրը միայն նրանում չի, թե ինչ ես խոսում։ Խնդիրը նրանն է, թե խոսացողը ով է, չէ, խոսացողը ով է, որովհետեւ շատ կարեւոր է, որ խոսացողը իր հետևը ունենա կյանքի այն փորձը եւ այն ձեռքբերումները, որ մարդու մոտ վստահություն են առաջացնում, որս մարդը ոչ թե լավ խոսալ հիմա շատ են ասում։ Օթափչում, այլ հա, բան։ Ի վերջո առավոտը կարող ես ChatGPT-ին հանձնարարություն տաս, ինքը սա գրի վերցնես անգիր անես, գնաս մարդկանց հետ խոսես, ստացվի որ դու լավ խոսացող ես։ Մարդիկ ես հարց են տալի, ասում են կյանքումդ ինչ ես արել, ինչ ես ստեղծել, ձեռքբերումդ ո՞րն է։ Դու ոնց ինչով ես մեր մոտ վստահություն ներշնչելու։ Այստեղ կարևոր է ընտրելու ժամանակ հենց նաև այդ չափանիշով պետք է առաջնորդել, ով ինչ է արել։ Մեր ընտրողներին կառաջարկեի, որ իրենք եւ ոչ մի դեպքում չընտրեն այն մարդկանց, որոնց միակ արժանիքը խոսալն է։ Չկան տենցերը, չէ, էդի մասած է 15-ի մեջ, այն որ ասում են մարդ կուսակցություն, մեծ մասը կլասիկ խոսացողներ են։ Ինչ արել են, ձախողել են, իրենց կյանքում ոչ մի բանի չեն ասել։ Ձեր արածը ցույց տվեք, ձեր արդյունքները ցույց տվեք, որտեղ եք մարդկանց ձեր մատից մի հատ փուշ անել, որտեղ եք մի բան ստեղծել, որտեղ եք մի բան պաշտպանել, կռիվ եք արել, կռիվ եք հող եք պահել, բան եք սարքել, ցույց տվեք նա ձեր արածը։ Ճիշտ է։ Մի թեմայի մասին էլ կուզեի այսօր խոսեինք, տեսեք, մենք խոսում ենք անվտանգությունից, պատերազմի սպառնալիքներից, վտանգներից, հա, այս թեման շատ է շահարկում ինքը Նիկոլ Փաշինյանը եւ փորձում է նաեւ այս վախով մարդկանց մղել, որ գնան իրեն ձայն տան։ Այդ պատերազմի եռագլուխ կուսակցություն եւ այլն այդ հայտարարությունները դրանից առաջ ասում էր, եթե ես սահմանադրական մեծամասնություն չունեցա սեպտեմբերին պատերազմ է լինելու եւ այլն, հետաքրքիր է, որ թվում է թե ինքը պատերազմ բերող ամենաշատ պատերազմ բերող վարչապետն է եղել մեր պատմության ընթացքում եւ իր օրոք ենք մենք այսքան կորուստ ունեցել, պատերազմներ ունեցել, հող կորցրել, կյանքեր կորցրել, բայց մարդիկ շարունակում են խաղաղության, կայունության ինչ որ մի մասսա շարունակում է դա պայմանավորել իր գոյությամբ, իր պաշտոնավարումը շարունակելով եւ հակառակը թվում է թե պետք է պատերազմ չցանկացող խաղաղության ձգտող ազգը հասկանար որ չէ այս մարդն է բերում պատերազմ եւ պետք է ընտրել մյուս ուժերին որոնք շատ ավելի հավանական է որ կկարողանան խաղաղությունն ապահովել երկրում քան ինքը Նիկոլ Փաշինյանը այս հակասությունը այս դիլեման ինչպես կարելի է կոտրել մարդկանց տեղ հասցնել փորձել բացատրել իրենց որ այդպես չի որ ինքը խաղաղության աղավնին է մնացածը պատերազմի արծիվները եկեք էլ հասկանանք էլի որտեղից է գալիս որտեղ մենք պետք է մարդկանց հոգեբանությունը հասկանանք Փաշինյանը ակնհայտորեն թուլության խորհրդանիշ է մեր ամբողջ պատմության մեջ թուլության, պարտության, պատերազմի թուլամորթության խորհրդանիշ է արտաքինից ակնհայտ տեսքից թուլամորթի տեսք ունի ինքը կուզիկ, կծկված, խեղճ ու կրակ ինչ-որ մի հատ sense բան, չէ՞։ Իհարկե նաև ղժղժան։ Վիզուալ, հա։
Տեսեք ինչու՞մ է խնդիրը։ Մեր հասարակության մեջ ցավոք կա մի հատված, որը նման է Փաշինյանին։ Դա մեր դժբախտությունն է։ Ես անընդհատ մտածում եմ, որ մենք ունենք այդ դժբախտությունը։ Նմանանց նմանին Որ գտան։ մեր հասարակության մեջ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք թույլ մարդիկ են։ Թույլ մարդիկ են, վախենում են, որ իրենց երեխաները բանակում ծառայեն։ Վերցնում իրենց երեխաներին ծառայությունից ազատում են ամեն հնարքով, չմտածելով, որ այդ ուրիշի երեխան քեզ ինչի պետքա պաշտպանի։ Եթե քո երեխան քեզ չի պաշտպանում, ուրիշին ինչի պետքա քեզ պաշտպանի։ Մարդիկ, որոնք մտածում են, որ գիտեք ինչ ավելի լավ է, ասենք, հանգարց որևէ բանով չգրգռենք Ադրբեջանին, հանգարց պատերազմ կլինի։ Չհասկանալով, որ պատերազմները ընդհանրապես ասած Ադրբեջանին գրգռելով կամ չգրգռելով չէ։ Դա աշխարհական բալանսի խախտումը է տեղի ունենում իրականում, ոչ թե առանձին վերսած ինչ-որ։ Հակառակ է, որ թույլ ղեկավար ես ունենում, Ադրբեջանը ավելի շատ է հակված պատերազմներ սկսելու։ Այո, իհարկե, որովհետև թուլությունն է, որ ագրեսիա հրահրում։ Ամենապարզ օրինակը ձեզ ասեմ, մենք հենց Փաշինյանի վրա։ Ով որ դպրոցում սովորել է, հիշում է, եթե դասանում կա ինչ-որ մեկը, որ թույլ է, խեղճ է, վախվորած է, անընդհատ բոլորը իրան ինչ-որ ձևի ճնշում են։ Կողքից անցնողը գլխին խփում է։ Կողքից անցնողը գլխին խփում է։ Հիմա Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը սարքել է այդ դպրոցի թույլ խեղճու կրակին, որ կողքից ամեն անցնող գլխին խփի։ Խնդիրը նա, որ երբ որ դու այդ թույլ խեղճու կրակն ես, դու քո համար ելք չես տեսնում, մտածում ես, որ տենց էլ պետք է լինի ամեն առավոտ պետք է գնաս դպրոց, գլխիդ մի հատ հարված ուտես։ Գնաս խեղճու կրակ, լացը լնես, բանանես, այդ գաստոն։ Դրա լուծումը ուժեղ լինելն է։ Բայց ուժեղ լինելը ոչ միայն պետության խնդիրն է, դա նաև առանձին վերցած մարդու խնդիրն է։ Մարզվել, կրթվել, զենքի հետ վարվել սովորել։ Ի վերջո վախերը հաղթահարել, դիմադրություն ցույց տալ, երբեմն ոչ ասել Ալիևին։ Պարզ օրինակ ձեզ բերեմ։ Այս շաբաթվա սկզբին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պահանջ եմ ուղարկել, դիմում պահանջ, որպեսզի Փաշինյանի դեմ վարույթ սկսվի Շունուշանգյալի թեմայով։ Դրել եմ իմ Facebook-ի բանի վրա, այդ մասի վրա գրել եմ։ Մեկ ինձ պատասխան է գրում։ Ասում է, որ sense բան է գրում, sense բան է։ Չեք վախենում, որ սա ձեր դեմ ուղղվի։ Ասում եմ, հարգելիս, ինչքան կարելի է վախենալ։ Այս մարդը տասնյակ հազարավոր, 100,000-ավոր մարդկանց Շունուշանգյալ է անվանում։ Առհամարական արտահայտություն։ Հիմա փորձում ասել բան անի, սվաղի հետ ասի, ես ուրիշից ցիտատ էի անում, էս էի անում, են էի անում։ Ուրիշ ինչ կապ ունի ինչ ասել։ Դու ամբողջից շատ կոնկրետ ես ասել։ Ու ասես ոչ թե մի ուժի մասին, այլ ընդհանրապես ասես մի քանի։ Հիմա ես ինքս ինձ վիրավորված եմ դրանից զգացել, համարել եմ, որ պաշտոնատար անձը իրավունք չունի քաղաքացուն վիրավորել, անկախնայից ինքը այդ բանը ինչ է մտածել, վարույթ եմ նախաձեռնում։ Մա կլինի, չի լինի, ինչ արդյունք կտա, դա այլ հարց է։ Իմ իրավունքն է։ Կողքից ուրիշ քաղաքացիից գայս ասում, լավ էլի տես բան մի արա կարող է քեզ վնաս տալ։ Այ հարգելիս, դու մի հատ քո քաղաքացիական իրավունքները գիտակցի։ Սա ստրկատիրական պետություն չի, դու էլ ստրուկ չես։ Մինչև դու այդ ստրուկի հոգեբանությունը չթոթափես, մարդ չես դառնա, նորմալ երկրում չես ապրի։ Ալիևն էլ ինչ ասես, քեզ կանի ամեն առավոտ մի հատ գլխիդ քոթակ կտա։ Ամեն առավոտ։ Եթե մենք ուզում ենք, որ տենց չլինի, պետք է սկսենք մեր հասարակության ներսում ամեն ինչ կարգի բերելուց։ Մեր հասարակության ներսում։ Այդ դեպքում վաղը մյուս օրը մենք Ալիևին քոթակ կտանք։ Ինչ է Ալիևը, ընդհանրապես ասած ես զարմանում եմ, էլի։ Մարդկանց թվում է Ալիևը ինքը մեզ ինքնուրույն չի ախտել։ Եթե չլներ Թուրքիան Ալիևի մեջքին կանգնած, որ էլ սպառազինություններ բերում, էլ քաղաքական աջակցություններ ապավում, էլ վարձկաններ բերում, էլ Ռուսաստանին ըստ էության դեմոբիլիզացիա արել, ո՞նց էր Ալիևը հաղթելու է։ Հիմա էլ որ ասում են պատերազմը սկսելու, հա պատերազմը սկսելու։ Ո՞նց է պատերազմ սկսելու։ Իրանը սպասում է, որ Ալիևը մի հատ նենց բան անի, որ վիզը ոլորի իրականը։ Դու տեսակ էլի, որ համենայն դեպս ձեր հետ մի երկու հատ Նախիջևանի խփեց, ասաց խելոք մնա նստի տեղդ։ Ինչ է հետո ի վերջո մեր աչքի առաջ ունենք էլի, չէ, օրինակներ։ Ուկրաինան դուրս է եկել իրենից տասնապատիկ ավելի հզոր Ռուսաստանի դեմ, այո, 4 տարի կռվում արունակ համալինում, բայց չի հանձնվում։ Իրանը դուրս է եկել Ամերիկայի նման հզոր պետության դեմ, ասենք օրինակ հայերի տրամաբանության մեջ դա անհնարին էր։ Անմիջապես կա հանձնվեին, տային ինչ ուզում Ամերիկան, որ կռիվ չլիներ։ Անհնարին չէր, մի բան ձեզ ասում էլի, դուք էլ ես էլ երբ որ երիտասարդ էինք 90-ական թվականներին, հայերն էին տենց։ Հայերն էին տենց Արցախում մի քանի հազար հայ կռվում էին 7 միլիոնանոց Ադրբեջանի դեմ ու հաղթեցին։
Հայ տեսակը Ոչ զենք փոխվեց։ ունեին, ոչ հզոր պետություն ունեին, ոչ տնտեսություն ունեին։ Ադրբեջանցի ձեռքից վեսած զենքով իր հայ մեջ տեսակի փոփոխություն եղավ։ Սկսեց գերակշռել ինչ-որ պայծեն տեսակը, որը բանը, այդ վախը թողեց, որ մտնի իր ջանը։ Այդ վախը մենք հայ ջանից պիտի հանենք հիմա։ Պետք է մեր ջանից այդ վախը հանենք, դա ձևը։ Եվ այդ համարձակությունը, խիզախությունը հաղթանակի 50-60%-ն է, վստահ եղեք։ Չէ, 90, որտեվ դա է սկսում այդ խիզախությունը սկսում է ձեզ առաջնորդել։ Այդ խիզախությունը մենակ բան չի, չէ, վերացական բան չի։ Դու սկսում ես մտածել ոնց զինվել, ոնց մարզվել, ոնց կազմակերպվել, ոնց մարտավարություն զարգացնել։ Հետո խիզախ մարդկանց հետ նաև ուզում են ընկերություն անել, նաև աջակցել ինչ-որ ձևով, մեջքին կանգնել։ Ամբողջ աշխարհը։ Շատ լավ, կարծում եմ, որ սպառեցինք այս շաբաթվա թեմաները, ինչքան հնարավոր էր իհարկե։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ ձեզ շնորհակալ հրավերի համար։ Այսօր այսքանը կհանդիպենք։